Բարև հարգելի հայլակիցներ, ցավալի է, բայց փաստ է, ես էլի հայտնվեցի, ով որ չի ուզում լսի, ոչինչ, չերեզով կլսի, ով որ ուզում է լսի, թո բռնվի, նոր լսի, այմը շատ չեր կայացնեմ, այսօրվա թեման է, ինչ է երգը, այսինքն կներեք, որ կարդալու եմ, ուղղակի ժամանակ չունեմ անգեր անելու. Ինչ է երգը? Երգը կյանքը, գրավայրան, բայց հայացում եմ. երգը զգացմունքը, կիսատա, սերա, չէ, էջ կապ չունի սեքսի հետ, զբաղմունքը, շատ մոտիկ է, բայց էլի պակաս, ուրախությունը, չէ, բա տխուր երգը, արվեստը, չէ, ավելի ճիշտ, արվեստախառը արհեստը, մոտիկ ենք արդեն, արեստա, բայց կեղտոտ գործը, թե մակուր, չէ, մակուր մրոտ գործը, պտի կարնաս երեսիտ մուրքսս ու խորանաս, չէ, բա ժողովրդական երկիշներ իշ մեղք ունեն, որ ամերքից ամերքեն երկում մուվտա կարելի ասել, որ դրանով տուն չես պայ, բացի ծապից ուրիշ բան չեն ստանում, ծապը նա տուն պայ, տենեմ կարաս, եթաս տուն, ասես երեխեք, օրեք լիքը ծապ եմ բերել, մի ջեբի ծապը հանես մի երեխ ուտաս, այն մի ջեբին տել հանես այն մեկին, ու ասես այսօր ծապ ենք ուտելու, ծապ, համով ծապը, ու դու էլ ծակ ջեբով մնաս ու կեզ համոզես, որ ամեն ինչ լավ է, զաթո այդքան ծապ տվեցին, կարող է երկը ծապը, տեց այլ երևում, հա էլի, ծապը, ու երկու մասի է բաժանում, դատարկ ծապեր ու փողոտ ծապեր, Հաբա ինչ, էմի ծապը հասկացանք, ժողովրդական ծապեր որ դրանով տուն չես պայի, ես մեկն էլ անժողովրդական եկամտաբեր ծապեր որ դրանով հնարավոր է տուն պայես, նայած թե ինչքան ես մուրքսել երեսիդ, չես կոպիտ, ինչքան է երեսդ բացվել մարդկանց առաջ, փաստորեն երգը մաքուր ծապը, ավելի ճիշտ արհեստախառը մաքուր մրոտ ու չմրոտ գործը, կտանք աղբեր, ինչա, Չմրոտ երկիշները երկու ոտը դրել են մի կոշկի մեջ ու ասում են, ես կեղտոտ երկիշ չեմ դարը, կեղտոտ ասելով նկատի չունեմ, որ երկիշն է կեղտոտ չի լոացել կամ հոգեպես է կեղտոտ, ուղղակի կեղտոտված երգ է, այլազգված, խուճուճոտ, ռաբիզոտ, պապազոտ, քյարթուոտ, ղժղժոտ, վնգստոտ, թուրքոտ ու այլն, ըստ է կարելի է այս օրինակը բերել, հղի կնոջ համար ամենահարմար երաժշտությունը դասականն է, որովհետև դասական երաժշտությունը կարգավորում է մարդու նյարդային համակարգը, երեխաների մոտ ավելանում է կաթնատվությունը, մարդու ուղեղի մեջից մաքրվում են լրիվ կեղտոտ բջիջները, մի խոսքով ֆիլտր է, մաքրազարդում է լրիվ օրգանիզմը, դրա համար են ասում դասականը մաքուր երաժշտություն է, իսկ մնացածը կեղտոտ է, սկսած լավ ռոքից, վերջից էլ ջազ ռոքը Չմրոտ երկիշները ինչքան է վատ վիճակի մեջ ապրում, ասում են, ես իմ երեսին այդ կեղտոտ մուրը չեմ կարա քսի, զատը մարդիկ ծապ կտան ու կասեն հալալա քեզ, որ էլ բան չեմ հասկանում, այդ ծապով դու հալալով տուն չես պայել, մի բան էլ պոզպոշկը կպցնեն կասեն, ոչինչ դե, յոլա տարավ, բա քեզ պետք է, այսինքն ես քոր չունեմ, դու գիտես, դու քո չմրոտ արհեստը, որը նման է զբաղմունքի, իսկ են մրոտ գործը, արա մեկը սաղ կռվը գոյության համար չի, պտի մի ձև ապրես տուն տեղ պայես երեխոտ հասնես նպատակիդ, բա դու էլ ես չի զում լավ ակնված ֆրֆրոս, որ տենան ասեն, նայ ապե, նայ տեսով է գալի, հալալ է իրան, հալալ, Հալալը, բայց աշկիս նագլեցին անեմ, կիտը կողել է համ չմրոտ երկչի գործերի մեջ ամեն մրոտ, այսինքն հալալը երկու երեսանի է պարզում է, հալալը կեզ դու լավ երկիչ ես, ես ընցել կարելի է մտած, չէ, սրան իսկականից հալալ, չելա դու կով վրեմ վեկալ տենեմ, կարաս էդքան բան անես, տես իշքան մարդը կեզ նայեմ ու լրիվ տարբեր մարդիկ են, պտի կարնասանեց երկես, որ մարդը տեղից ելնի ու առանց ամաչելու բարի, Չէ, ես դեմ չեմ բարելուն, աղբեր, տխուր ազգենք, ինչքան բարենք ուրախանանք մեր օգուտն է։ Այ օրինակ, ես բարի նախանձով եմ նայում այն մարդու արածին, որ իր պատկերացրածից էլ ավելի մեծ զալերի մեջ կարողանում է այդքան մարդ լցի ու համերգ տա։ Հələ իր կույրաղիքին էլ հետ նա բերում։ Ապագա աստղ։ Դե ինչ ասեմ, հալալա։ Ասելու բան չունեմ։ Ժողովուրդ,
Տեղուսը դար չկա, ոստեղ գծելու տեղ չկա, լետի հետ, կարումանեց երկի, որ այդ խեղ ժողովուրդը պարում է այդ նեղվածքի մեջ, չնայած ասում են բարի նախանձ չկա, նախանձը ինչ տարբերություն, ոնց որ ասես, էսի քաղցր սոխը, էսը լացնող, դեմ էլ դուք որոշեք, թե ես ինչ ձավը մասը մալա այդ մոչ է, այդ աստղին, ջանդամ, թե մյուս ազգերը չեն ասի, էսի երկ լսելու զավը, թե պարը, դու կաստեն, դրանք նախանձությունից ամեն ինչը կասեն, ասիվ առիթը պարելու ուրախանում, քեզ ինչ էլ մեկա, այ օրինակ, այդ մյուզիկը, որը քեզի անգլենա, երաշտը մրցանակը, չէ, երաշտը արձանանվիրատվության մոմենտը ընձի լրիվ դզում է, ուղղակի պիտի մի հատ էլ կետ ավելացնեն նվիրատվության անհարմար վիճակում երկրողի մրցանակը պիտի ավելանա ամբողջ, որովհետև ստե հազարը մի մոմենտ կա, օրինակ երկիչը պատրաստի բառերը երկրողից վերցնում, տանում վրան երաշտությունը դնում, սարքում է երկում է, դե դու գնա աճեղվի առավոտի ծիրիգուն, խնդրի այդ մուսայի, որ այդ մուսետ գա, որ կարնես երկ գրես մեր ազգ ուրախացնողների համար, դե մուսեն էլ գալիս է Ոչի իմանում քեզի հարմարա թե չէ իր համար քեֆը տվեց, լավ եկավ, որտեղ ուզում ես եղի, թեկուզ զուգարանում ու հաջողվում է, ինչի՞ չէ, այդ կարգի երգերն էլ ասում են զուգարանոտ երգեր, հա, զուգարանոտ երգեր, բայց այդ երգը մեղ չունի, որ զուգարանում է ծնվում, երգողն էլ չի իմանում, ինքն էլ մեղ չունի, այդ երգի բախտն էլ տենց է բերել, որ պիտի զուգարանում ծնվի Մի կսիրվի թե չէ, դե մեզանից է կախված, ինչի՞ չէ, կարող է եւ այդ մյուզիկը որը դի ժամանակ էլ արցան շահի, այտենց երգեր ենքան կան զուգարանոտ, որ հաջողության են հասել, մուսից է կախված, թե երբ կգա, կարող է մուսեն սեռական հարաբերության ժամանակ գա, էդ էլ թող լինի սիրո թեմայով, սեքսոտ, երազախապ է, տխուր պահերին կարող է մուսեն հայտնվի, ոչինչ, երգը տխուր, մեռելոտ կստացվի Այս վերջերս, որ սենց մեծ զալեր ենք լցում պարում ուրախանում ենք, ուրեմն այդ երգերը գրվել են լրիվ ուրախ վիճակում, մուսեն եկել է, տեսել է, որ լավ էլ վախտին է եկել, ուտել խմելու ճտալու վախտ է, ու ծնցրել է այդ ուրախ երգերին, լավ է, վատ չի, նշանակում է, որ մուսեն արդեն մեր յանից է, մեր լավն է ցանկանում, մեղք ենք էլի համել այդքան լաց ենք Արալ սպասի Կարող է մուսեն չի եղել Մուստաֆան այլ է, Մուստաֆան, ու իրան էլ դրել է մուսի տեղը, ինչ որ է, պիտի պարենք ուրախանենք, էլ ճարճունենք, այդ չուզողներն էլ որ նայես, դրանք հայլ կան, ով է շանտեղ դնում, որ ամելխի պիտի հետ մնանք մյուսներից, որ հետո էլ ասեն հայրը մյուզիկը որըտ չունեն, հենց լավ էլ մյուզիկը որըտ ունենք, ճիշտ է, մի քիչ լավ չի ստացվում, ձեն մենակ կտրվում միկրոֆոնը անջատում, այդ էլ հատուկ արված փչացնում են, խզում են կապերը, որ մեր այդ մյուզիկը որը դի մոմենտը փչանա։ Հայտո զգացել եք, որ մեր Երևանի կոնսերվատորիան ինչքան սխալ ուղղության վրա է այդում, մարդուն, այսինքն ապագա աստղին շեղում է ճիշտ ուղղությունից։ Օպերա երգողները լրիվ քաշված են։ Թե ով է իրենց բրթում, որ այդ ճողն են սովորում, չգիտեմ, մի քանի տարի գորգորում են, հետո զգում են, որ էդ էլ իզուր դրանով դու չես բայ, կեսի յան են տալի, կեսն էլ ծլվլում են, ուղղությունը փոխում են, դառնում են օպերախառը ռաբիզատ երգիչ, որը ես համարում եմ շատ սխալ, ռաբիզատ երգարեստը, ինքը պտի մորուց կլկլոտ հնչի, Պտի ռաբիզին չխանգարեն ավելորդ երաշտական ուղղությունները, օրինակ ձեր կարծիքով կոմիտասը ինչի համար գժվեց, Խեղճ ուզում էր մաքրեր հայ երգարվեստը կեղտիցումներից չհասկացան իրան ժողովուրդը խոզի նման գնաց էլ ինգավ կեղտի ու մրի մեջ է Այսօր ռաբիզը կեղտու մուր է համարվում բայց արի ու տես որ մարդիկ այսօր դրանով տուն են պահում տուն ուրեմն ինչ Էսա ճիշտ է Կոմիտասը մեզի կների ոչինչ իր արցանը կոնսիդեմից պտի հանվի տեղի Իբրահիմի արցանը տեղադրվի Սուտ եմ ասում, հələ կոմիտասի վիճակը նայի ոնց է եղել, ինչ էր ուզում աներ, ուր հասավ, գժվավ մարդ է, դե հմի Իբրահիմին նայի, կլոր թշերով, հարուստ, պուզատի երգիչ է, դե թող հա ասեմ, որ այդ ռաբիզը այլազված կեղտոտ երաշտություն է, շատ խառը վիճակ է, այս կաշմար վիճակի մեջ էլ հենց մեկին ինչ-որ կոչում են տալիս, վրաս բամբասանքները սկսվում է, մարդ այդքան նախանց պետք չի լինի, մի քիչ լավատեսորեն նայեք ամեն ինչին Փոխել է պետք արունը, փոխել։
Բայց ղեկավարները մի քիչ փոխեցին որոշման։ Հալալ է իրենց, բավոնց թե չէ, հիշում եք, ոչ ջուր կար, ոչ լույս կար, իսկ կմինայի առաջադիմությունը է, մի քիչ գոնե բացվա աշկերներս։ Տրուբեկի պարենք պարում, տակից խաղեր, մաղեր, մի քիչ այդ համասեռությունն ու բոզություն, չէ, բոզությունը կոպտ է։